այդ թվում նրա մասին էր, թե չնայած Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը շատ ֆունդամենտալ նշանակություն ուներ աշխարհի եւ տիեզերքի ճանաչման համար, բայց ինչպիսի ֆունդամենտալ հարցերում ինքը սխալ դուրս եկավ։ Շատ ֆունդամենտալ հարցերում, որովհետեւ օրինակ Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը հիմնվում էր տիեզերքի ստատիկ լինելու տեսության վրա եւ 50 տարի մոտավորապես պահանջվեց, որպեսզի տեսությունը այդ մասով հերկվի։ Ես նկատի ինչի համար եմ սա ասում, հիմա ոչ մեկ չի գնացել եւ Էյնշտեյնից իր Նոբելյան մրցանակը եւ մյուս դափնիները չի վերցրել, ընդհակառակը ավելի բարձր են գնահատում, ինչու՞, որովհետեւ իմացությունը ճանապարհ է։ Նա ով չի փոխվում, մի այդպիսի ասացված կա, տգետանա ով չի փոխվում։ Եթե աշխարհի ճանաչման հիման, աշխարհի եւ միջազգային հարաբերությունների վերաբերյալ մեր պատկերացումները մնային այնպիսին, ինչպիսին են 2018 կամ 19 կամ 20 թվականին, ընդ որում ինստիտուցիոնալ, ոչ թե մեր, այլ ինստիտուցիոնալ Հայաստանի Հանրապետություն։ Այսօր Հայաստանի Հանրապետություն չէր կարող լինել։ Ես էլ եմ ասում, դու սենց որ այս տեմպով գնաք, դուք էսա հասնելու եք 3-րդ դասարանում իմ գրած ոտանավորներին։ Գալու եք, ասելու եք, բա դու 3-րդ դասարանում, հիմա ի ժամանակ էիր դու ստում, թե հիմա։ Ձեր պրոբլեմը նտեղ է, ես էլ եմ ասում, դուք չեք հասկանում, թե ինչու չեք լինելու մյուս խորհրդարանում։ Դուք չեք հասկանում։ Դուք ամեն օրվա հետ ավելի չեք լինելու մյուս խորհրդարանում։ Հələ այն մի մասը գոնե այդքան խելք ունի, չի մասնակցում։ Հիմի ձեր կեսի չափով տենց կեսի չափով մի հատ ուրիշ խմբակցություն ալնելու, մեկ էլ այնտեղ բանով։ Երրորդ ուժն է, ինչպես ասում են, բանով։ Դավեսկայով մի հատ է երրորդ ուժը ալնելու, որ դուք չեք լինելու։ Դա գիտեք ինչի՞ց է։ Ձեր հարցից է։ Որտեղ դուք չեք հասկանում։ Դուք այսօր ամեն ինչ ընկալում եք նենց, ոնց որ 3 տարի առաջ, 5 տարի առաջ, 10 տարի առաջ, 15 տարի առաջ, եւ էտա։ Այո, եւ մենք այսօր ունենք խաղաղություն։ Եվ մենք ունենք այսօր խաղաղություն, եւ մենք հասկացել ենք մի բան, որ եթե մենք մեր խաղաղության երաշխավորը չլինենք, մենք ոչ մեկ երաշխավորը չի լինի, որովհետև մեր խաղաղությունը մենակ մեզ է պետք, մենակ մեզ է պետք, ուրիշ ոչ մեկին մեր խաղաղությունը առնվազն ավելի շատ պետք չի։ Արձագանք։ Ավելի լավ է որոշ բաներ չհասկանալ, քան ձեր նման հասկանալով ստել, սա ձեր 3-րդ դասարանի շարադրությունը չէր։ Սա ընդամենը մի քանի տարի առաջ, երբ բանակցում եք նախաստորագրած թղթի մասին, այդ մամուլի չենք հասնի, տենց սադոմազոխիստական հակումներ չկան։ Սա ընդամենը ձեր մի քանի տարի առաջ հարցազրույցից էր հատված, ու ես շատ պարզ բան էի ուզում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեսնի։ Դուք այս ամենը փաթեթավորեցիք Էյնշտեյնով հարաբերականության տեսությամբ, մի պարզ բան քողարկելու, փաստորեն ասացիք, որ այո, անկյունակարային հարցի շուրջ տեսակետ եք փոխել։ Հիմա 180 աստիճան հակառակ բանն եք ասում։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացուն մի պարզ ուղերձ ունեմ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ոչնչով ապահովագրված չի, որ դուք 6 ամիս հետո չեք գալու կանգնեք այդտեղ ու ասեք ես նորից եմ փոխվել, ավելի է ընդլայնվել իմ աշխարհայացքը եւ մտահորիզոնը։ Ու հիմա էլ ասում եմ ճիշտ հակառակը նրա, ինչ որ այսօր ստեղից եք ասում, ձեզ վստահել է հանցագործությունը, շնորհակալություն ձեզ։ Մի քանի տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը ուներ անվտանգության երաշխավոր, գրած թղթի վրա, դուք էլ գալիս եք ասում եք, այ այդ անվտանգության երաշխավորին ոչ թե 4-րդ հոդվածի 3-րդ բառի 4-րդ բառի 5-րդ կետով են դիմել, այլ 6-րդ տողի 8-րդ բառի 7-րդ տողով, դրա համար բանը, ընդեղի արհեստական բանականություն չի կարող կարդա մենք ինչով ենք դիմել։ Մենք հրաժարվեցինք այդ անվտանգության երաշխավորից եւ դառնանք պետություն։
ընկալումը, այն կրծքազարդի, որը գրում ենք մենք վերջին ընթացքում, վերջին օրերին։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Համեցեք, պարոն Փաշինյան։ Շնորհակալ եմ Տիկին Ազարյան, նախ վերջին ամսվա վերջին ինչքան եղել է, ինչքան առաջարկել են քաղաքացիներին, երևի հազարավոր օրինակ առաջարկել ենք, ես գոնե հիշում եմ 3-4 կամ 5 դեպք, երբ որ մարդը ասել է, չէ, չեմ ուզում։ Այսինքն 1000 եւ 3-4-5։ Սա առաջինը, երկրորդը ուզում եմ մենք հիշենք այս պատմությունը, ինչից է սկսել։ Այս պատմությունը սկսել է ստեղ էր, նոր տեսա ստեղ էր։ Անկեղծ եմ ասում, նոր եմ ստուգի, հա։ Այս պատմությունը սկսել է ստեղից։ Այսինքն ես հիշում եք, ինչից է եղել այս պատմությունը։ Եվ այս պատմությունը նրա մասին էր, եւ ես ուրախ եմ, որ մենք այդ ճանապարհը անցել ենք, եւ մենք ուժ ունենք խոստովանելու, որ Ղարաբաղյան շարժման ներքո մենք մեր երկիրը դրել ենք օտար աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանին։ Հա, մենք դա հասկացել ենք շատ ուշ։ Եվ կան քաղաքական ուժեր, ովքեր չեն էլ հասկացել, չեն էլ հասկանալու։ Եվ սա նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ստեղծել է իր անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը եւ իրավունքները պաշտպանելու համար։ Եվ սա Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքն է։ Երբ որ մենք ինքներս շղթել ենք ուղակի կամ անուղակի Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքը, դրանով ոնց որ ասել ենք, թե Հայաստանը միջազգայինորեն ճանաչված տարածք չունի, անուղակի ենք ասել։ Եվ էդ է պատճառը, որ այս ընկալման տրամաբանության մեջ մենք անընդհատ ավելի ու ավելի շատ ենք զոհաբերել մեր ինքնիշխանությունից, անկախությունից, որպես պետություն։ Եվ երբ որ մենք վերադարձել ենք Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքին, մենք գնալով այդ օրից ժամ դարձել ենք ավելի ինքնիշխան, ավելի անկախ, ավելի անվտանգ, ավելի հեղինակավոր միջազգային պետություն, եւ սա Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության խորհրդանիշն է, սա Հայաստանի պետականության խորհրդանիշն է։ Եվ գաղտնիք չկա Հայաստանում